Հանուն Հոր և Որդու և Որդին Սրբո ամեն։ Սիրելի ժողովուրդ, այսօր ուզում եմ խոսել մեղքերի մի բաժին ևս, հետո դադար կտանք։ Չնայած մարդ չի ուզում խոսել այդ մեղքերի մասին անգամ, բայց պետք է խոսել, որպեսզի մարդիկ ճանաչեն, որ ինչ պիղծ մեղքեր են։ Որտեղ այդ մեղքերի մասին Սուրբ Կտակարանում, Սուրբ Հին և Նոր Կտակարաններում ամբողջովին գրած կա, և Սուրբ Հայրերն են շատ լավ մեկնում, դա արվամոլության, իքամոլության, շնության, պոռնկության, անաստամոլության, նաև զգեստների, հանդերձների, տեսակ հակուկապի մասին, դրանց մասին։ Եթե հետո ժամանակ լինի, մի հատ էլ առանձին խոսենք թատրոնների, կրկեսների, մարզարանների, դրանց մասին, որ թե Սուրբ Աստվածաշնչում, Սուրբ գրքում և հայրերներ շատ խիստ վերաբերվում են այդ մեղքերին։ Եվ այժմ Հին Կտակարանում դեռ Ղևտացիների գրքում Աստված այս ամենի մասին խրատում, զգուշացնում է, ապա չլսողներին սպառնում է ոչնչացման մատնել։ Այր մարդու հետ չպարկես, ինչպես պարկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է։ Ոչ մի անասունի հետ չխառնակվես, պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի առաջ չկանգնի, նրա հետ մերձենալու մտադրությամբ, դա գարշելի է, Ղևտացոց գրքում։ Այս ամեն տեսակ անմաքուր արարքներով մի պղծվեք, որովհետև նման արարքներով պղծված ժողովուրդներին ես ձեր առջևից պիտի վանեմ, վտարեմ, նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ։ Եթե հիշում ենք նման տիպի մեղքերով նաև Սոդոմ Գոմորն էր, նախսկզբից Նոյան ժամանակ, որ Աստված ջրեղով ջնջեց բոլորին, որտեղ էլի այդ պղծությունների մեջ էին, հետո էլ եղավ Սոդոմ Գոմորը, որ այրեց էլի բոլորին։ Եվ երկիրը ես վեր հանեցի նրա անօրենությունը և երկիրը զզվեց իր բնակիչներից։ Անգամ մերս երկիր մոլորակը, երկիրն էլ է զզվում այդպիսի բաներից։ Պահպանեք իմ օրենքները և իմ բոլոր պատգամները։ Զի գրաբարով ավելի լավ ասվում, որ սատակեցնելու են բոլորին, զի ամենայն մարդ, որ արասցե ամենայն պղծությանց են այնոցիկ, սատակեցին անձինքը, որ առնիցեն զայն իմիջո ժողովրդյան յուրանց։ Յուրաքանչյուր ով կատարի այդ պղծություններից որևէ մեկը պիտի նմանները մարմնապես սպանվեն, պատիժն է դրանց, ստանալով իրենց ժողովրդից։ Այստեղից է նաև Աստծո օրենքի քարկոծումով սպանումը։ Հին Կտակարանում հիշում եք, ասում էր, ես մեղքի համար քարկոծեք սպանեք, որ ժողովուրդներ ըստ օրենքի իրագործում, կատարեցեք իմ պահանջները, որպեսզի չկատարեք այն բոլոր օրինազանցությունները, որ ձեզնից առաջ կատարվել են, և մի պղծվեք դրանցով, քանզի ես եմ ձեր Տեր Աստվածը։ Որպեսզի միասեռականության գայթակղություն ընդհանրապես չլինի Աստծո ժողովրդի մեջ, և մարդը ընդհանրապես հեռու մնա այդ աղտի ստվերից անգամ, կանխագետն Աստված ժողովրդին զզվել է տալիս նույնիսկ անմեղ թվացող մի բանից, հակառակ սեռի հագուստ հագնելուց։ Որտեղ էլի Սուրբ գրքում կա, որ արգելում ասում է, ես զզվում եմ, ոչ կինը հագնի տղամարդու հագուստ, ոչ էլ տղամարդը կնոջ հագուստ։ Եթե հագուստից է զզվում, որ տենց է մնում, դեր մնացած է չասեմ։ Թագավորաց գրքերում, ասում է, և դուրս արավ իկացողներին այն երկրիցը և հեռացրեց իր հայրերի շինած ամեն կուռքերը։ Դա Ասան թագավորը արեց, որ հեռացրեց այդ պղծությունները։ Եվ իր մայրը
հա, մահակային էլ հեռացրեց տիկնությունից, որովհետև նա անտառի գարշություններ շինել։ Եվ ասամ բնաջինջ արավ նրա գարշությունը եւ այրեց Կեդրոն հեղատում։ Թագավորած գրքում էր նորից եւ այն մնացած իգացողները, որ մնացել էին իր հայր Ասայի օրերում, բնաջինջ արավ երկրիցս, սա էլ իր որդի Օսաթ, որ նորից բնաջինջ արեց դրանց։ Իգացող չի նշանակում վրեքը։ Իգացող տղամարդկանց մասին է խոսում, որ իրանք են իգանում։ Եվ եղավ, երբ որ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիքը ետ դառան եւ Բահաղիմին հետևելով պոռը կացան եւ Բահաղ Բերիթն իրանց աստված արին։ Միտեղ էլի Սողոմոն իմաստունը ասում է կուրքերի պաշտամունքից է, որ պոռնկությունը առաջանում։ Երբ որ հեթանոսական չաստվածներին պաշտամունք էին անում այդ կուրքերին դևերին, այդ դևերն այդ պոռնկության մոլուսկը բերում մտցնում էին մարդկանց մեջ եւ մարդիկ որտեվ միտեղ էլի Սողոմոն իմաստունն ասում է սկզբի ձևի չի եղել պոռնկություն։ Հետո այդ կուրք դևերի պաշտամունքից սկսեց առաջանալ, որտեվ Աստծուն չեն պաշտում, Աստծո տեղը դևի են պաշտում, դևն էլ տեսակ մեղքերով բերում լցնում է։ Եվ Եզեկիելի Ովսեի մարգարեության մեջ եւ նրա որդիներին չեն ողորմելու, որ պոռնկության որդիկ են նրանք, որով նրանց մայրը պոռնկեցավ։ Եզեկիել մարգարեն, եւ նրանք քեզ հետ ատելություն պիտի վարվեն, եւ պիտի առնեն իր բոլոր վաստակը, եւ քեզ մերկ ու տկլոր պիտի գցեն, եւ պիտի բացվի քո պոռնկության ամոթույկը, եւ քո պղծություններն ու քո պոռնկությունները։ Եվ ընդհանրապես ընդհանրական դատաստանի ժամանակ, որ կանգնելու են ընդհանրական դատաստանին, Աստծո խոսքերը ոչ ոք ինձ այնպես չի, որ ասեց գերեզմաններից է դուրս կգաք, նաև դա մի կետով վերաբերում է, որ հենց այո, գերեզմանից մարմնով դուրս են գալու, բոլորը, ու մեղք կանգնելու են դատաստանին, ովքեր այդ մեղքերի մեջ են, որ բոլորը տեսան ինչ խայտարակության մեջ են, պատկերացրեք ինչքան ամոթալի է լինելու, երբ որ տենց մերկ ենք լինելու ու կանգնելու ենք դատաստանի առաջ։ Ու հետո նոր դատաստանից հետո, ում որ հավիտենական կյանք է շնորհելու, հոգևոր մարմին է տալու դեպի հավիտենական կյանք, ով էլ որ կգնա դեպի հավիտենական տանջանք, այն լիճը, որ ծծմբով եւ կրակով է։ Եվ Մատթեոս եւ Մարկոս ավետարանների մեջ ասում է սրտից են դուրս գալիս չար խորհուրդները։ Հիշում եք ասեցինք սրտից գնում է միտք, միտքն գնում է այդ պիղծ մեղքերի մեջ, սրտից նաև գնում է բերան, այդ սա ավետարաններում կա, Պողոս առաքյալն էլ ասում։ Մատթեոս հենց Մարկոս ավետարանների մեջ սրտից դուրս են գալիս չար խորհուրդները, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայություններ։ Դրա համար միշտ Աստծուն պետք է խնդրենք, որ մեր սիրտը մաքրի։ Մինչև չմաքրվի սիրտը, Աստծուն չենք տեսնելու։ Որտեղ ասում է Երանի սրտով մաքրներին, որ նրանք Աստծուն կտեսնեն։ Երբ որ սիրտը մաքրեց Աստված, ինքը տեսնում է մեր ձգտումը, որ ուզում ենք մաքրենք, մեր սիրտը նվիրում ենք Իրան, որտեղ ձեր գանձն է, ասում այնտեղ ձեր սիրտը կլինի։ Եվ եթե մեր գանձը մեր Տեր Աստվածն է, մեր սիրտը պետք է լինի Աստծո ձեռքում, բայց Աստծո ձեռքում կեղտոտ եւ պիղծ սիրտ չի մնա։ Սիրտը պետք է մաքրվի։ Ու երբ որ սիրտը մաքրվում է, արդեն մտքերն են սկսում մաքրվել, որտեղ աղբյուրը տեղից է սնվում։ Երբ որ սիրտը մաքուր եղավ, մտքում պիղծ բաներ էլ չի գա։ Սիրտը մաքուր եղավ, լեզվից պիղծ բաներ դուրս չի գա։ Բարկություն չի լինի, գողություն չի լինի, սպանություն չի լինի, շնություն չի լինի, պոռնկություն չի լինի, առավել ևս այդ արվամոլություն, իկամոլություն, իգացողներ, հա, եւ տեսակ պիղծ մեղքեր։ Նաեւ Առակաց գրքում ասում է պոռնիկը խոր փոս է եւ օտարկինը նեղ ջրոր։
միտեղ էլ ասում է ով մեղք է սիրում ընկնելու է այդ փոսի մեջ, գնում է այդ գայթակղության մեջ, նա վերք և անարգանք կգտնի և նրա նախատինքը չի ջնջվի, կամ հնար է, որ մի մարդ կրակ կրե իր ծոցում, ասում է, և նրա հանդերձները չայրվին, կամ կարելի է, որ մի մարդ կայծերի վրա ման գա և նրա ոտները չխանձվեն, այսպես է նաև իր դրացիի կնկա մոտ գնացողը, ամեն նրան դիպչողը անմեղ չէ, այն գողին չեն արամարիլ, որ գողացել է, իր սովը կշտացնելու համար, որովհետև սոված էր, սակայն եթե բռնվի 7 նապատիկ պիտի վճարի, իր տան բոլոր ստացվածքը պիտի տա, բայց կին պղծողը անմիտ է իր հոգին է փչացնում, ով որ անի այս, մի ուրիշ տեղ Պողոս Առաքյալը ասում է, քո տաճարն ես պղծում, շնության համար, Աստծու տաճարը դու պղծում ես, որ Սուրբ Հոգու տաճար է, որ Սուրբ Հոգին մեր մեջ պիտի բնակվեր, բայց դևերն են գալիս բնակվում, իցավ սրտի, որովհետև շնացողներով լցվեր է երկիրը, որ անեծքի պատճառով երկիրը սուք է բռնել, չորացել են անապատի արոտները և նրանց ընթացքը չար է, սա էլ Երեմիա մարգարեն, և այսօր տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը լցված է այդ մեղքով, տեսակ պիղծ մեղքերով և երկիրը սուք է անում, որովհետև մի պոռնիկ կնկա պատճառով աղքատանում են, մինչև մի նկանակ հացի և շնացող առնակինը պատվական հոգին կորսա, նրանց անձը կվախճանվի երիտասարդությունում և նրանց կյանքը իգացողների հետ, և նորից Պողոս Առաքյալը ոչ իգացողները, ոչ արվագետները, ոչ գողերը, ոչ ագաները, ոչ արբեցողները, տեսեք անգամ արբեցողությունը բերում հավասարում է այդ մեղքերին, ոչ նախատողները, ոչ հափշտակողները Աստծու արքայությունը չեն ժառանգի, եթե մարդ մնում է այդ մեղքերի մեջ, երբեք չեն մտնելու Աստծու արքայություն, ինքան հետաքրքիր է, որ երեխաների հետ շատ լինում ես փոքրերի հետ մանավանդ, որ նայում ես երեխեք երջանիկ են, ու նայում ես բան պետք չի, ինքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար, շատ քիչ բան, երեխու փորը կուշտ լինի, խաղով զբաղվի, իրան սիրեն, ինքն էլ սիրի, ինքը երջանիկ է, սկսում են հեշտ աղոթքները անգամ հանգիստ սովորել, ասում ես դրա համար ասում եմ, մինչև երեխաների պես չլինեք, Աստծու արքայություն չեք մտնի, բայց մարդը, որ սկսում է մեծանալ, սկսում է շատ բաներ ուզել, որ ընդամենը չնչին բան է պետք մարդու համար, որ երջանիկ լինի, երբ որ այդ շատ բաները սկսում է քիչ-քիչ կուտակել իր վրա, անգամ դա դառնում է մեղքի ծանրություն, ու ինքը ոչ թե երջանիկ է լինում, ապա ապերջանիկ է լինում, ապա երջանիկ, և հետո դե մինչև այդ բեռը չթոթափես քո վրայից, դու չես բարձրանա, ոնց որ խորտակող նավը, մինչև բեռը չեն թափում, նավը ջրի երես դուրս չի գալ, ինքը սկսում է խորտակվել, Էդ էլ մենք ենք այդ նավը, մեր մեղքերի պարկերով լցված ենք, քարերով, որ մինչև դրանք չթափենք, մենք ջրի երես դուրս չենք գա, որ ջրերի վրայով քայլենք, եւ դեպի ել չեմ ասում երկնքի արքայությունով կթողա մեզ։ Եվ Աստված տեսնում է նրանց, լսում է աղոթքը նրանց, ովքեր այդ ջրերից ներքևից բարձրացել են վերև դեպի լույս որ գնան, դեպի երկինք։ Ինքը նրանց տեսնում է, իրանց աղոթքը լսում է, իսկ ով են խավարի խորխորատներում, նրանց չեն լսում, մինչև չփոխվեն, որտեղ այդ կյանքը ազատ է տվել մեզ։ Ես միտեղ գնացել էի խոսելու, ցավոք սրտի պատասխանը լիարժեք չտվեցի, ուզում եմ այստեղ տալ, որ բա ինչու է այսպես, բա ինչու է այնպես, ինչա պատժում մեզ, չէ որ մի հատ երեխա հարցրեց, հետաքրքիր, ուզում եմ, ասում է, չէ որ գրեց, որ ոնց ուզում ես քո դիմացինը վարվի քո հետ, դու վարվի նրա հետ, ինչու է մեզ պատժում, Աստված, հետաքրքիր հարց էր, հա, ուզեի այդ հարցի շուրջ մի փոքր ավելացնել, որ
Աստված նախորոք ստեղծեց մեզ, մեր կամքը տվեց ազատ, որ մեր կամքով ընտրություն անենք, բայց նաև տվեց երկու ճանապարհը։ Ասեց այս երկու ճանապարհներն են, նայեք, ինքը ուզում է, որ մեր կամքով սիրենք իրան դեպի իրեն գնանք, որտեղ իր պատկերով ենք, բայց թողում է մեր ազատ կամքին։ Ասեց այս ճանապարհը տանելու է դեպի հավիտենական օրհնությունները, եթե լսեք իմ պատվիրանները։ Բայց եթե գնաք այս խոտոր ճանապարհով, սա տանում է դեպի անեծքի, նզովքի, կորստի, խոտելիքի, այրևելիքի ճանապարհ։ Դա դրել է մեր առջև, ինքը նախորոք զգուշացրել է, եւ դա արդար է, ինքը առանց զգուշացնելու ոչ մեկին չի պատժում։ Անգամ Ամովսի մարգարեության մեջ հիշում եմ, ասում է կլինի մի քաղաք, որտեղ չարություն լինի, ու ես առաջ չլինեմ, Աստված ասում։ Բայց ասում է նախորոք, ես իմ մարգարեների միջոցով զգուշացնում եմ, որ փոխվեք, թե չէ պատժելու եմ։ Այդ չարությունը Տաթևացին բացատրում է, որ այդ չարությունները պատիժներն են ստեղծած։ Թե գազաններ կլինի, թե երկրաշարժեր կլինի, գետնաշարժեր կլինի, կարկուտ կլինի, որ պատժումը նաև բերքն է վնասում, չէ՞։ Որտեւ այդ սա մեղքերի հետևանքն է, թե գազանները կլինեն, վերջի վերջո նաև դժոխքն է, որ ամենամեծ պատիժն է, որ հավիտենական պետք է տանջանքների մեջ լինեն, որ ցանկանալու են մահանալ, բայց այդ մահն է չեն տեսնելու, որը երկրորդ մահն է։ Եվ դրա համար Տաթևացին ասում է, եւ դա արդար է, որտեվ ինքը նախորոք տալիս է այդ ճանապարհը, զգուշացնում է մեզ, որ սենց լինենք։ Եվ դրա համար էլ մեզ պատժում է։ Պատժելու է, եթե չենք փոխվելու մենք։ Կամ թե նորից թեմային անցնենք, Պողոս Արաքյալը ասում է, կամ թե չգիտեք, որ նա, որ պոռնիկին հարում է, մեկ մարմին է նրա հետ, որովհետև երկուսն ասում է մեկ մարմին կլինի, բայց չէ որ մենք Աստծու տաճար ենք, մեր գլուխը Քրիստոս է, մենք իր մարմնի անդամներն ենք, բռնենք այդ մարմնի անդամը պոռնկության մարմին սարքենք, քավլիցի, այլ Տիրոջ համար է, էլի նորից Պողոս Արաքյալը ասում է, մարմինը պոռնկության համար չի, այլ Տիրոջ համար է, պետք է մաքրենք եւ սուրբ անենք։ Տեսեք, պոռնիկ չի նշանակում, որ մենակ կինն է, նաեւ տղամարդուն էլ է ասվում, նույնը շնությունը, եւ մենք վարքերից գիտենք, որ քանի պոռնիկներ եղան, որ ապաշխարեցին, ինչ ձևի ապաշխարեցին, տարիներով, տասնյակ տարիներով ճգնում էին անապատներում եւ դարձան մեծագույն սրբուհիներ։ Շատ ավելի մեջ դարձան հենց կանանց մեջ։ Ստեղ էլ շատ հետաքրքիր բան կա։ Խոսքի, եթե երկուստեղ շնանում են, շատ ավելի մեծ մեղքի բաժինը տղամարդունն է։ Եվ տղամարդու ապաշխարությունը շատ ավելի դժվար է, քան թե կնոջ։ Ինչու՞, որտև կինը ավելի տկար անոթ է, որ շետ կարող է գայթակղվի, բայց գայթակղը նաև տղամարդն էլ է լինում։ Եվ դրա համար մեծ բաժին մեղք ընկնում է նաև նրա համար, բայց նաև հակառակն էլ կա, այնպես չի, որ ամբողջը տենց է, որտեղ նաև կան պիղծ ոգի ունեցողներ, որ սկսում են գայթակղել բռնել տղամարդկանց նաև, որ պատմական հոգիները որսում են, որ տանեն կործանեն։ Դա սա չարն է իշխում, այդ չարի զորությունն է, որ պետք է հասկանանք, որ դրա համար միշտ աղերսով խնդրող պետք է լինենք Աստծուն, որ այդ զորությունները մեզնից հեռու մնան։ Մենք, որտեղ մարդիկ կառավարվում են այդ զորություններով, կամ մի կողմից հրեշտակներն են Աստծո զորություններն են, կամ մի կողմից չարն է իր դևերով։ Եվ եթե միշտ խոնարհանում ենք դեպի Աստված, քիչ-քիչ մեր մեղքերը թողելով, անգամ այդ չնչին, որ մեզ թվում է չնչին, բայց այդ չէ չնչին չի։
չարը դրա վրա չի արձակվում։ Շատ անգամ ենք ասել, որ չարը մենակ խոնարհի վրա չի արձակվում, խոնարհի ու արդարի։ Խոնարհությունն ու արդարությունը քեզ լրիվ ցածրացնում է այս աշխարհում, բայց Աստծու մոտ դու բարձրանում ես։ Ով ուզում է այս աշխարհում բարձրանա, Աստծու մոտ ցածրանում է։ Եվ էլի Սուրբ գրքում տեղ կա, որ ասում է, ով բարձր է մարդկանց առաջին, Աստծու մոտ պիղծ է։ Այստեղ պետք է խոնարհանանք, սկի որ չճանաչենք։ Նաև մի կողմից նորից Պողոս առաքյալը որ ասում է, որ սա իմացեք, որ ոչ մի պոռնիկ, կամ պիղծ, կամ ագա, կամ կռապաշտ, ժառանգություն չունի Քրիստոսի եւ Աստծու արքայությունը։ Իսկ ամուսնությունը ամեն կողմից ասում է պատվական է եւ ամբողջինը սուրբ, բայց շնացողներին եւ պոռնիկներին Աստված է դատելու։ Եվ նորից հայտնության գրքում ասում է իսկ վախկոտներին, անհավատներին, եւ պիղծերին, եւ մարդասպաններին, եւ պոռնիկներին, եւ կախարդներին, եւ կռապաշտների, եւ ամեն ստախոսների բաժինը այս է, լճում կլինի, որ կրակով եւ ծնծուկով վառված է։ Սա է երկրորդ մահը։ Նաեւ մի թեթև ուզում եմ ստեղ մեջբերումով մտցնել, որտեղ ամեն ինչն իրար հետ կապ ունի, որտեղ այսօր շատ տարածված է այդ մեղքը, որ նայում ես փողոցներում, չես ուզում անգամ քաղաքի փողոցներում քայլել, մարմնի վրա պետերն ու դաջվածքները, ամեն ինչ իրար հետ կապ ունի, թե սպորտակությունը, թե դա մեղքերը իրար հետ շղթայված են, եթե մի մեղքի մեջ ընկնում ես, օղակ մյուս քաշում տանում է մյուս մեղքի մեջ էլ է գցում, պարզ ասում է ղերտացություն, եթե և մեկի համար, ձեր մեկի համար, ես հիշում եմ մեր ծնողներից, մեկը ինչ-որ սիրած աղջիկա ունեցել, կամ ծնողը, որ կորցրել է, մի հատ պատկեր էին կպցնում, բանանում մարմնի վրա, դաջվածք էին անում, դրա համար ասում, և մեկի համար ձեր մարմնի վրա վետեր չշինեք, և ձեր վրա կտկտած գիր չշինեք, ես ձեր Տեր Աստվածը, ես եմ ասում ձեր Տեր Աստվածը, նաև անգամ ասում է ձեր մորուքի եզրերը չձևեր չտակ, որ միրուք պահում ես, դի միրուք պահես ձևավոր միրուքներ չանեք, անգամ հոգ քահանաներին է զուշացնում էլի, տեսեք երեք հետաքրքիր էր, ասում եմ հետաքրքիր է կաթոլիկ քահանաները կամ Հռոմի պապերը, որ տեսել եք ես կան, միրուք չունեն, իրանց քահանաները միրուք չեն պահում, բայց Սուրբ գրքով կա, որ պետք է քահանաները միրուք պահեն, շատ հետաքրքիր է, և նորից ասում է, դուք ձեր Աստծու որդիներն եք, մեռելի համար ձեր մարմնի վրա դաջվածքներ, վետեր չշինեք, ձեր աչքերի մեջտեղից մազերը չքանդեք, այստեղ հետաքրքիր է էլի, խորհուրդ կա էլի, և նորից ուզում եմ շարունակել Պողոս առաքյալի, ասում անարգում են իրենց մարմինները, որովհետև ճշմարտությունը փոխեցին ստով և հնազանդվեցին ու պաշտեցին արածներին և ոչ թե հավիտյան օրհնյալ արարչին, թե ինչու Աստված նրանց մատնեց իրենց իսկ անարգ կրքերին, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով, նույնպես և արուները թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, արուները արուների հետ խայտառակություններ էին գործում և իրենց անձերի մեջ ընդունում իրենց մոլորման հատուցումը, Հռոմեացիների գրքի մեջ է ասում, տեսեք էլի նշում է, որ փոխանակ Աստծուն պաշտամունքը թողելով գնացին ուրիշ պաշտամունքների հետևից, դրա համար Աստված մատնեց այդ մեղքերին, գնացեք կործանվեք, այն ժամանակ հեթանոսները մի 10 երևի չաստվածներ ունեին, իսկ հիմա մարդիկ լրիվ գժվել են, էլի, կենդանիներին են Աստված սարքում, էլ չեմ ասում ներքուստ մարդը ավտոնը կուրկ սարքում, տարբեր բաներ, որ ավելի շատ վատ է հիմա մեղքերը,
Կանց թե մենակ են հեթանոսության ժամանակ էլի եւ այլն նման բղծագործները ասում է Առաքյալը լծված են ամենայն անիրավությամբ, անզգամությամբ, ագահությամբ, կատարյալ նախանձով, սպանությամբ նման բղծագործության կատարողները դառնում են բանսարկու, չարախոս, նախատող, հպարտ, անբարտավան, պռոտախոս, չարահանար, անմիտ, ուխտադրուժ, անագորույն, անգութ, անողորմ Այստեղ էլ է շատ հետաքրքիր բան արմատը տանում է որտեղ է հասցնում որը տեղից դուրս է գալիս սրանք այդ պիղծ մեղքերի մեջ են այ հպարտներ այս ստախոսներ սաղ գալիս է նրանից որ իրանց ներսում արմատում կա այդ մեղքը եւ որ Աստծո առաջ բոլորը կանգնելու են դատաստանին եւ սաղ պարզ իրանք տեսնելու են Բայց էլի հայրերից գրում են այդ դատաստանի օրը շատ այդ պիղծ մեղքեր որ տենց ահավոր են որ ներում մեջ ունեն առանց դատաստանի դրանք բոլորը միանգամից գնում են այդ գեհենի կրակը առանց դատաստանի շատ սրբեր է որոնք տենց սրբությամբ ապրել են առանց դատաստանի միանգամից գնում են երկինքի արքայություն դատաստանում Աստված գիտի ում է դատելու որոնց դատից հետո կփրկի, որոնց չի կփրկի։ Ում կկամենա կգթա, ում կկամենա կողորմի։ Որտեղ ինքն է որոշողը։ Այս բաների համար նաև վկայում է Սոդոմ Գոմոր քաղաքների բնակիչների մասին։ Նրանք իրենց պիղծ ցանկությունը կատարելու համար անզգամ էին, անգութ, անողորմ եւ չարահանար։ Անգամ հրեշտակների հետ էին ուզում բղծվեին։ Դրա համար էլ Աստված կործանեց, որտեղ ամբողջ ժողովուրդն էր պիղծ։ Պատկերացրեք մենակ Ղովտ դուրս եկավ, հա, իր աղջիկների հետ, այսինքն այնտեղ մի մաքուր էլ մարդ չկար, բոլորին այրեց։ Հիշում եք, իր կինն էլ ետ դարձավ, աղի արձան դարձավ, չէ՞։ Այդ ետ դարձավ աղի արձանն էլ, այսինքն ներսում են մեղքը կա, դառնում է դեպի այդ մեղքը, դրա համար էլ քարացավ, աղի արձան դարձավ։ Անես մանդակունի խոսքերով ես պիղծ մեղքերի մասին նորից ասեմ, որտեղ մանդակունի մեր հայրերը հրաշք են, սենց ասեմ, հոգից ողխում էին մեջ, ապշում ու զարմանում, Սոսկալի զարուրանքով ու դողալով անդադար հեծեցում եմ հանապաս խոկալով, թե խաղարային աղտերի ինչպիսի անդուդներն են սողում իշտում մեր հանդգնությունը։ Այդ աղտից տարակուսված տկարանում է լեզուս, չկարողանալով ցույց տալ ահավոր աղտերի պղծությունները, որոնք իրենց անօրնությամբ առավել են եւ գերազանցում են բոլոր մեղքերին, քանզի բոլոր հայտնի ամբարշտություններից առավել ավազակություն է սա, առավել է, քան գաղտնի գողությունների չարիքները, քան ամուսնացածների շնությունը, քան կույսերի պոռնկության պղծությունները, քան արյունահեղ սպանություններն ու չարչարանքները։ Սա անասնամոլների, իգացողների եւ արվամոլների մասին է խոսում, որ ինչ ամենամեծ պղծություններն են։ Իսկ այս բոլոր չար ու ամբարիշտ մեղքերից առավել ահավոր ամբարշտություն ու սարսափելի պղծություն է այն, որ դիվական մոլությամբ արուններն արուների հետ գործում են զազրելի անօրնություններ եւ էքերն էքերի հետ են հագուրդ տալիս իրենց անառակ ցանկություններին ու սատանայական կարգերին։ Իսկ դրանցից առավելն այն է, երբ պղծվում են անբան անասունների հետ։ Սրա վրա վերին զորություններն էլ են ապշում։ Անգամ հայրերից գրում են ասում դևերն էլ են զարմանում։ Ես ինչ մեղքեր են գործում, անգամ դևերն են զարմանում։ Իսկ այդտեղ մանդակունին ասում վերին զորությունները, այսինքն հրեշտակային դասերը։ Սրա վրա տխրելով սկում են սուրբերի դասերը, սրա վրա ողբում են բոլոր արդարները, որովհետև անօրեն պղծություններով անարգեցին ու արամարեցին արածների արարչին։ Սրանցից գարշում, փախչում ու հեռանում է Սուրբ Հոգին
եւ այլևս չի վերադառնում սրանց մոտ, որից հետո սրանք դառնում են սատանայի ու դևերի բնակարան եւ ողորմելի բոլորի համար, քանզի ոչ մի ամբարշտություն չի հավասարվում այս աղտին, այլ բոլոր դիվահարներից առավել են անզգայացած նրանց անձերը, նրանց աղտավոր ցանկություններով կատաղում են իրար հետ, արունները վավաշոտելով իգացնում են արունների արվական բնությունը, իսկ եկեն անամոթանալով ու լրբանալով իգական բնությունն են արուացնում, նաև անբան անասունների հետ ապականվեցին, որ առավել է քան բոլոր պղծությունները, բայց ես հիանում ու զարմանում եմ Աստծո համբերության վրա, որ երկնքից շուտապույտ կայծակներ չի իջեցնում այսպիսի ամբարիշտների վրա եւ ոչ էլ երկիրն է բացում ընկղմում գարշելի տիղմով զազրացածներին, քանզի նրանք պղծվեցին օրենքից դուրս եւ նրանց անօրենությունները գերազանցեցին մեղքերի բոլոր սահմանները։ Ողբալի մեղքեր են Աստծո ողորմություն լինի, որ հեռու պահի բոլորիս է այս պղծություններից, որտեղ անգամ Պողոս Արաքյանը միտեղ լավ է ասում անգամ ծածուկ խոսերն էլ ամոթ, այսինքն շատ մեղքեր կան, որ ծածուկ չպետք է խոսել էլ եւ դրա համար էլ աշխարհը այսպիսի վիճակում Աստված է ցույլ է տալիս այս պատերազմները, այս կոտորածները, երեխաների գերեվարությունները, կորուստները, հայրենիքի կորուստը, որտեղ այդպիսի մարդիկ ոչ հայրենիք են ճանաչում, ոչ էլ ունեն։ Եվ ցավոք սրտի, այս աշխարհի իշխանները, առավելապես մեր երկրի իշխանները, այսպիսի մեղքերի մեջ են, եւ վայ է մեզ։ Եվ վայ է նրանց, ովքեր սատարում ու պաշտպանում են այսպիսի պիղծ իշխանավորներին։ Աստված հեռու պահի, մաքրի, սրբի բոլոր նրանց, ում մեջ որ փոքրիկ արդարության գծեր կան, Աստված իրանց օգնության կհասնի եւ Աստծո նախախնամությունն է, որ ինքը գիտի ում, բայց երբեք չի թողում, որ այս պիղծ մեղքերի մեջ ընկնեն։ Կարող է մարդ իր մտքով sense ցանկանալ անգամ գնահատի դուրը, բայց Աստված ինձ է բռնում շպրտում ու պետք տալիս, որ չպետք է թողի, որ իր տաճարները բացվեն։ Աստված հեռու պահի բոլոր այս պիղծ մեղքերից, այս մեղքերի մասին խոսելով անգամ արդեն հոգնեցինք ու զզվեցինք։ Աստված թող մաքրի եւ մյուս անգամ խոսելը բարձրանանք դեպի վերև, դեպի լույս, լույսերի մասին, առաքինությունների մասին, հա, Աստծո շնորհների մասին, որ մեզ բարձրացնի դեպի երկինք, ամեն։